որևէ քաղաքացու համար, անգամ Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդու համար շատ պարզ է, ինչպես է տեղի ունեցել Պողոս Պողոսյանի սպանությունը, ինչպես է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը, ինչպես է տեղի ունեցել մարտի 1-ը, ինչպես է տեղի ունեցել 2003 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ծեծուջարդը եւ այդպես շարունակ։ Եվ այս մասով բազմաթիվ խնդիրներ բնականաբար առաջանում են դրանց ժամկետների հետ կապված, մի շարք հանգամանքներ թաքցնելու հետ կապված, նրա հետ կապված, որ մարդիկ երկրի ղեկավարի պաշտոն են ունեցել եւ բնականաբար իրենց արած չարագործությունները հնարավորինս փակել են եւ մեզ համար 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի համար բավականին բարդ է, այսպես ասած, հետ գնալ ժամանակային իմաստով ապացույցների, փնտրտուքի կոնտեքստում, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ հաջողություններ ունենք այս իմաստով, կան մի շարք հարուցված քրեական գործեր, կան մի շարք արդեն ձեռք բերված ապացույցներ, վկաներ, հիմա գործընթաց է տեղի ունենում